Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այսպես տարվան զուգահեռ կարող ենք համարել, որ մեկնարկեցին այսպես կոչված ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Տարբեր մարդկանց, տարբեր կուսակցությունների, տարբեր, այսպես ասած, թեկնածուների բարբաջանքները կամ մեկ-մեկ էլ գուցե ճշմարիտ խոսքերը լսում ենք ու պիտի լսենք, ուր կհասցնի դա մեզ, չգիտեմ, բայց երկրում օդում թևածում է մի մեծ ատելություն, որ գալիս է շնորհիվ թե ընդդիմադիր կոչվածների եւ թե իշխանություն կոչվածների։ Երկուստեք մի քիչ անգիտակցաբար, մի քիչ գիտակցաբար ատելություն են տարածում եւ ամեն մեկին թվում է, թե ամենքը իրենց ձևով, հա, մեր ձևովին հասան, ինչ որ արդյունքներ են գրանցելու։ Չգիտեմ, այդ ինչ արդյունք կլինի, բայց ինչ վերաբերում է ընդդիմությանը, չգիտեմ, մեր ձևովին ասեմ, այն մնացածի մասին չեմ ասում, մեռելների մասին, Դաշնակցական, Քոչարյան Ռոբերտման, չգիտեմ, սրանք ինչ են։ Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ լիներ, Քոչարյան Ռոբերտը հիմա միտեղ սոված սատկում էր իր ընտանիքով, որտեղ էս երկրի թիվ 1 դավաճանը եւ թշնամին ինքն է։ Այդ դեռ մի կողմ, այն օրը լսեցի մի երկու բառ, ինձ հետաքրքրում էր մեր ձևովի համար ով է Քոչարյան Ռոբերտը։ Ասացին մենք չենք խոսում այդ մասին, մենք։ Եթե ես ուզում եմ հասարակությանը, հանրությանը, ինձ լսողներին ասեմ մի բան։ Մեր երկրի համար 1 թշնամին դա Քոչարյան Ռոբերտն է, հետո Սերժիկ Սարգսյանը, Դաշնակ պարագլուխները։ Եթե կա մի ուժ քաղաքական, ով այս մասին չի բարձրաձայնում, ուրեմն նրան մեր երկիրը պետք չէ։ Նրան պետք է մեր երկրի ղեկը, հերթական անգամ ժողովրդին հարստահարելը, ստորացնելը, պղծելը Հայաստանի Հանրապետությունը։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չձերբակալելով այս հանցագործին, օգտագործելով որպես ընդդիմադիր, որպես բոբո, եւս մեծ հանցանք է գործել ու գործում, որ սա անթույլատրելի է։ Իսկ իրականում դրանից դուրս ով ինչ կառաջարկի կարելի է մտածել, բայց նախ այդ կետը ում համար ընդունելի է Քոչարյան Ռոբերտը կամ ռսի ստրկությունը կամ ամերիկացու ստրկությունը, ուրեմն բոլորը մեր երկրի թշնամիներն են։ Թող այն անմեղսունակները, որ գրում են, բան, վայ դուք, Ռոբերտի ժամանակ եսը պահե չէ, Ռոբերտի ժամանակ հասունացվեց մեր թշվառությունը։ Եվ չհասկացողների աչքն էլ դուրս եկավ։ Նաև այն արցախցիների, ովքեր այսօր ասում են, որ այ գիտեք, Ռոբի ժամանակ սենց էր, չէ, տենց չէ, Ռոբի ժամանակ նախապատրաստում էր այսօրվա դեր թշվառ կարգավիճակը։ Դուրները չի գալիս, ձեր խնդիրն է։ Կես ճշմարտություններ ասելով որևէ տեղ չեք հասնելու։ Կես ճշմարտություններ շարունակեց խոսել այն օրը այդ մեր ձևովի Նարեկ Կարապետյան կարծեմ, կես ճշմարտություններ մինչ օրս ասում է թե իշխանությունը, թե այսպես կոչված ընդդիմությունը։ Հիմա էլ դաշնակ-մաշնակ միանում են էլի իրենց հոգևոր կամ չգիտեմ ինչ հորը, այս բոլորը թշնամի են մեր պետականությանը, մեր ապագային։ Այնպես ինչպես ասացի Նիկոլ Փաշինյանը, որ դրանց հարցերը չլուծեց։ Խորամանկորեն նենգաբար իջարն օգտագործեց այդ ստրուկների, այդ ստրկահաճորների կերպարը օգտագործել եւ ինքը մնա ջրի վրա։ Բոլորին հետո հատիկ կանդրադառնամ այս հաղորդման մեջ ամենքին իրենց տեղը, ով ինչ է իրենից ներկայացնում։ Եվ դուք կտեսնեք, կլսեք այն, ինչ ես գիտեմ։ Այդ թվում նաև իշխանություն կոչվածներին։ Փեսամիշիկը ում ծրար տվեց, ինչու տվեց թե չտվեց, ով գլուխը պատին տվեց, ով ինչքան նենգ ու ստոր գտնվեց այդ ամենի մասին, ինչպես ասում են, օրը գա բարին հետը։ Աղմուկ հանած մի երևույթ կար, այն օրը Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վահագն Խաչատուրյանը ընդամենը կարող էր արձանագրել, որ կարևոր է Ալիևի պահվածքը եւ գիտակցումը խաղաղության ու կայունության ճանապարհին։ Էս ինչ է գնացել։ Այն որ ասում է աղջիկ չտեսած
մոզուպես առաջին անգամ կով չտեսած հորթի պես խրտնած, ով է ձեզ ասել, որ այդքան անարժանապատիվ պահված կա, լեզուն չգիտեք, մոտեցումը չգիտեք, ով է ասում, որ պիտի գնաք ու շնորհակալություն հայտնեք, ինչին եք շնորհակալություն հայտնում, հասկանալի խոսել է պետք, այնպես ինչպես, հասկանալի չխոսեցիք, երբ Արցախը կորուսվեց, երբ կանգնեցինք փաստի առաջ, երբ չլսեցինք ողջամտության ու ողջախոհության ձայնը եւ երկիրը թալան կիսատ պռատ ու մեջ անելով շարունակեցինք հասունացնել հասանք այսօրին, ձեր մտքից չանցավ գործող իշխանություններ բարձրաձայնեք, որ աշխարհ դու արդար չես, մենք փաստի առաջ ենք, արժև ենք կանգնած, բայց դուք արդար չեք, թե Արցախը, թե Նախիջևանը, այդ բոլորը Եմ որ ասում է ռուսների ցուցումով, թուրքերի պահանջով կտրվեց Մայր Հայաստանից եւ ամբողջ աշխարհը գիտի, որ ուրիշ բան չլինի, Մեծ Բրիտանիան գիտի բոլոր տեսակի պատերազմների, այսպես ասած, մատահամարժեք տեղում պահողը։ Իրենք էին անբաժանելի մաս ճանաչել, Ղարսը, չգիտեմ, Նախիջևանը եւ այլն։ Էդ էլ հոգացած էր Հայաստանին քարտեզով, բայց աշխարհը այո արդար չէ։ Արդար չէ եւ մենք Այս պահին այլ ընտրանք չունենք, բայց ասենք, որ դուք արդար չեք, բայց մենք ուզում ենք խաղաղություն։ Այս արժանապատիվ այն զոհերին ու այս տարապյալ ժողովրդին հարգելու ճանապարհն ընտրելու փոխարեն, ես ինչ եք անում։ Այո, կարի անհրաժեշտ է խաղաղությունը, բայց ծնկած ապրելը արժանապատիվ չի։ Օրու մեջ ստորացնելը կամ ստորանալը արժանապատիվ չի։ Եթե դուք էությամբ ստորեք շարունակելու եք այդպես ձեզ պահել, այս ժողովուրդը ստոր չի, այս ժողովուրդը ապացուցեց, որ ինքը կարող է իրեն պաշտպանել։ Բոլոր քաղաքական ղեկավարներն էին փթիր, եսասեր, սեփական անձը պետությունից բարձր դասող, այդքան տարի Արցախի Գանձերն ու միլիոնները ուղղակի գրպանեցին, մի քանի լակոտ լուկուտներ, մեծ ու փոքր, հիմա էլ իրենց թուլեկն են, այդ գողացածով խոսում, այդ մասին էլ հետագայում առանձին կասեն։ Այս իշխանությունները մի տարօրինակություն ունեն։ Ես մի անգամ բերել եմ կաթու կովի տեսակ կա, որ թողում է իրեն կաթեն, հետո քացով տալիս է դույլին, դույլը թափում է կաթը շուռ տալիս։ Այն Նիկոլի վարչախումբը այդ կաթու կովի կերպարն է, պատկերացրեք։ Թվում է թե լավ բան է անում։ Ասում է եկեք հերոսաց հիշատակի օր ունենանք։ Հրաշալի գաղափար է։ Բանակի օրն առանձին լինի, դա բանակի եւ այլն, բայց այն հերոսների, մեր լեգենդների, մեր անցած, մեր զոհված, մեր անմահացած տղերքի հիշատակի օրը եկեք առանձին ունենանք։ Հրաշալի է։ Բայց չգիտես ինչի, ասում է դե ամսի 27-ին հունվարի եկեք, սա անենք, իսկ 28-ին բանակի օրը։ Դուք ձեր ասածների տրամաբանությունը հասկանում եք։ Հա այսօր ըստ օրենքի հիշատակի օրը։ Երազում եմ այն օրվան, որ կգա մի քիչ ուղեղ ունեցող իշխանություններ, ազգային ժողով եւ ասենք այդ օրը կփոխի, ասենք մարտի 1-ին, մայիսի 1-ին, չգիտեմ։ Գիտեք ինչու։ Այս ցուրտ ձմեռին հիշատակի օր հայտարարելս ո՞րն է։ Դժվար էր հայտարարել այնպիսի մի օր, որ այդ օրը բոլորս մեր տարածքներում մեր հերոսների հուշարձանները, գերեզմանները, այդ ամեն ինչը, այսպես ասած, կոկիկացնելու, տուրք մատուցելու, մաքրելու օր լիներ։ Այդ օրը գնայինք, կարգավորեինք, չգիտեմ, Անդրանիկի արձանի շուրջ բոլորը, Վազգեն Սարգսյանի բոլորի, տղերքի գերեզմանաթմբերը ամենքը իր ունեցածը, այդ օրը մի համազգային,
խոնարհումի օր լիներ, բայց այդ օրը կարողանայինք դա անել։ Հիմա այս ցուրտ ձմեռին ով է գնալու ում գերեզմանն ու շիրմաքարը մաքրի, ով ուղեղազուրկներ։ Լավ գաղափար է, բայց չեք կարողանում ճիշտ տեղին ու ժամանակին դա անել։ Չեք կարողանում, ինչ դժվար է։ Բերեիք գարունն անեիք։ Այդ կարևորությունը այդպես էլ չգիտակցեցինք, չգիտեմ, ինչ է անունը դրել Նիկոլ Փաշինյանը, վարչապետ ասում, ինչ է, այդ փայտիկներով մի երկու մտերիմի գլխին լավա տայիք, քան թե թմբուկ թկթկացնեիք, որ տխմար խորհուրդներ չտար ու մեկ էլ ձեզ խփեիք, որ այդ տխմար խորհուրդները իրականություն չդարձնեք։ Առանց երկար բարակ մտածելու։ Տուրք տալով միայն զգացումին, վայ, ես ինչ սիրուն բան է, հերոսների օրն է։ Այնպիսի օր արեք, որ համազգային դառնա, որ մարդիկ կարողանան գնան ու ինչ-որ բան անեն։ Երազանքս է գնամ Շամշադին Անդրանիկի են, հսկա դիու արձանով, դիու վրա Անդրանիկը մաքրության աշխատանքներ անեմ, գնամ խոտ հնձեմ, գնամ, չգիտեմ, շուրջ բոլորը մաքրեմ, գնամ խոնարհվեմ։ Օրինակ, այս ձմեռով ես ուր գնամ, ժողովուրդը ուր գնամ։ Անգամ ընկերների գերեզմանին եմ, որ ասում է թմբից թում գնալը դժվար է։ Ու յուրաքանչյուր անգամ մի թվում է թե լավ բան, բայց անբովանդակ մտքով ԿՊ-ն շարունակում է, այսպես ասած, առիթն օգտագործել ինչ-որ բաներ անելու նպատակով, բայց ինչպես միշտ դուրս է գալիս դատարկություն։ Ցավում եմ, որ այդպես է, դե բնականաբար իմ խոսքով վաղը ԿՊ-ն որոշումը չի փոխելու, չեն ասելու, վայ ճիշտ եք ասում, եկեք գարունն անենք, որ բոլորս գնանք մեր հերոսած տղերքի հետքերով, չեն անելու, շարունակելու են այն անմեղսունակությունը, մինչև կգա մի ուրիշ կառավարություն, մի ուրիշ ազգային ժողով երևի, կգիտակցեն, որ ճիշտը դա է, բայց ապշեցնում է սրանց մտքի տկարությունը։ Այսօր, ուրեմն, հերոսների օրն այսքանը կարող ենք, երբ 92 թվականի հուլիսի 4-ին իմ մարտական ընկեր Վարդան Ստեփանյանը դուշման Վարդանը դավադիր ականի վրա 3 ընկերով 2 երոնները եւ Վարդանը պայթեցին շատ ընկերներ իրենց զավակների անունը ի պատիվ դուշման Վարդանի Վարդան դրեցին նրանց թվում էր նաեւ էլի մարտական ընկեր Դավիթ Ամալյանը ում տղայի Վարդանի անունը ով 44 օրյայով զոհվեց Շուշիում դրեցին Վարդան 15 Վարդան այնպես չէր որ շատերը ճանաչում էին Վարդանին շատերը լսել էին սխրանքը Դավիթ Ամալյանը ճանաչում էր ու իր զավակը Լուսավոր Վարդանը Շուշիում Այն Շուշիում, որ ազատագրողներից մեկը դուշման Վարդանն էր, այդ Շուշիում Վարդան Ամալյանը անմահացավ։ Հավատարիմ մնաց հերոսած կանչին։ Ով է հերոսը։ 15 մարդ, 15 ընտանիք Վարդանի պատվին իրենց զավակների անունը Վարդան դրեցին։ Այո, հերոսներին պաշտել է պետք։ Բայց հերոսներին սոսկ անուններով չէ, դաստիարակությամբ, ինչպես կրթեց Դավիթը իր զավակին, եւ նրանք բոլորը վստահ եմ հենց այնպես չեն դրել։ Պետությունը, ինչու եմ ասում, այդ օրը պիտի այնպեսի օր անեք, որ մարդիկ կարողանան գնան։ Պետությունը բոլորինն է։ Ճիշտ է, ինչպես Համոս Սահյանն է ասում, վերջում, երբ տեղները նեղվում է, անունը դնում են հայրենիք տալիս աղքատ մարդկանց, հասարակ մարդկանց, ասում են գնացեք այդ հայրենիքը, պաշտպանեք։ Մենք էլի ենք պաշտպանելու, որ հերոսած օր է, փառք մեր հերոսներին իհարկե, ուզում եմ հիշել մի փոքրիկ պատմություն էլ, մեր Համոն վերնագրով մի փոքրիկ հոդված էի գրել, ինչ ժամանակին պատմեց Ղարաբաղ կոմիտեի անդամներից Աշոտ Մանուչարյան, Համոն
Պարզ միջակ ապրող մի մարդ էր, մինչև 88 թվականը։ Դժբախտություն ուներ, մի կնոջ հետ ամուսնացել էր, երեխա ուներ, երեխային աստծո չափ սիրում էր, բայց կինը հետը չէր ապրում։ Կինը երեխային վերցրել, գնացել էր, այն ժամանակ օրենքներն ուրիշ էին։ Եվ դատարանը որոշել էր, որ Համոն իր երեխային պիտի տեսնի, ասենք թե շաբաթը 1 անգամ կամ ամիսը 2 անգամ, չգիտեմ։ Բայց կինը դա թույլ չէր տալիս։ Եվ կինը հաջողում էր, գնում էր քաղմաս, լեզու գտնում որոշ վայ մլիցեքի հետ, ովքեր մենտ չէին այլ մլիցային, աղբ էին, Համոյին էլ ականջից ձգում մոտիկ չէին թողում իր երեխուն։ Եվ ասում է 88-ը մեկնարկեց, տեսնենք Համոն համազգեստ հակած, մի հրացան ձեռքին, ասինք Համո դու կռիվ, ինչ ես անում, ուր ես գնում, ասեց գնամ, որ արդարություն լինի, որ ես դատարանների ու դատավորների կեղտ շամ որդա մլիցեքի հերն անիծվի, ես պիտի գնամ արդարությունը բերելու, այդպես էլ Համոն գնաց, գերեզմանի տեղ ոչ ոք չգիտի, Համոն էլ հերոս էր, բոլոր Համոնները, ովքեր երազում էին արդար Հայաստան ունենալ ու տեսնել, բոլոր Համոնները հերոս են, նրանց պատմությունները դասագրքային օրինակներ պիտի դառնալ, ինչպես պիտի ապրել և ինչպես չի կարելի կառավարել երկիրը։ Այս տրամաբանությամբ պիտի կրթվի յուրաքանչյուր հայ մարդ, հերոսած օր նշանակելով փքուն ճառեր ասելը դեռ քիչ է, ասացի պիտի նշանակեիք այն ժամանակ, որ կարողանայինք ուխտի գնալ յուրաքանչյուրի գերեզմանին, ցուրտ ձմեռին, ինչ եք նշանակել, ամենքի իր ջերուցման մարդկոցը գրկած նստած է տանը, ով պայծառ ուղեղով քպականներ, փառք հերոսած գալու են ճշմարիտ ժամանակներ, մոտենում են ճշմարիտ ժամանակները, ես վստահ եմ, հավատացեք ինձ, ինչքան ուզում է ջուրը պղտորվի, զուլալը գալու է հետևից, զուլալ ջուրը գալու է պղտորը մաքրի և մենք ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը։ Թրիփի ուղի կլինի, չգիտեմ, չթրիփի կլինի, էական չի, էականը այն է, որ մենք այս ժամանակը մեր երկրում կան մտածողներ և մտածում են և փառք Աստծո պետական աստիճանի նաև նվիրյալներ կան, ովքեր միայն թե հային տվեք ծագերգատ երգի տրամաբանությունը աշխատեցնում են։ Մենք պիտի պատրաստ լինենք ու պատրաստվում ենք մեր երկիրը պաշտպանել։ Մենակ թե այդ խաղաղություն խնդրող շնորհակալություններ հայտնող գլուխները պատին տվողները մի քիչ հասկանան, որ դրա արժանապատիվ ձևերն էլ կա աշխարհի առաջ խոսելու եւ ոչ թե կուզեկ անելու, կզզվացնեք բոլորին, այնպես ինչպես Փաշինյան Նիկոլն է իր գաթաբենդով, բանով, տես բաներով սկսում հոգնեցնել, սրտիկներով, պրտիկներով, չրտիկներով, մոդայի կրթություններով, անգրագությունը աչք փակելով, իր ձևի մեջ, այսպես ասած, խարոշի գնալով, որ գլուխներդ պատին եք տվել, չէ, այդպես չի, այդ տնգած մատը մի օր պտտվում է, լավ չի լինելու, եթե այսպես շարունակվի, այս իմ խորհուրդն է, կգա ժամանակը, երբ այս օրը մենք ուխտավորի պես կգնանք հերոսների կոթողներն ու մեր համար սրբազան վայրեր դարձած տարածքները մաքրելու և հարգելու, կհանդիպենք, լավ մնացեք։